Ուրեմն ամբողջ խնդիրը այն է, որ սահմանադրական բարեփոխումների մեջ միակ կետը, որը ժողովրդի մոտ ցանկություն կառաջացնի գնալ սահմանադրական բարեփոխումների, հենց եկեղեցու հետ կապված եւ կրոնի հետ կապված հարաբերություններն են, որովհետեւ շատերը վախենում են եկեղեցուց, շատերը խուսափում են, բայց անկեղծ ասած, այս բոլոր նպատակներն ունենալով, այդ հայտնի գնաք երեք ընկան այդ ճագերտներով արա, այդ արտահայտությունը ինձ հիշեցրեց սովետական կինոդահլիճներում վերջի շարքերից եկած այն գորգորոսներն ու հարայ հերոսները, այսինքն այն որ ասում է միզանսցենի մեջ չկար, բայց եկավ մտավ, Նիկոլը այդպես մտավ այդ թեմայի մեջ, ընդ որում կոչկելով նաև դրանից առաջ իր վարկանիշի անգումները, իր պարտությունները, թիմ մագարտակում եւ այլն եւ այլն։ Լևոն Տեր-Պետրոսյանի գնալով վեհապարի մոտ, կարծես թե հարցը փորձում էր ամփոփվել եւ դրամաբանությունը հետեւյալն էր, որ գնաց, որ Նիկոլը մի կերպ դուրս գա այդ վիճակից, բայց Նիկոլը չընդունեց այդ հնարավորությունը կամ ձև է անում, որ չընդունեց, ընդ որում նաև շատ վատ արտահայտվեց իր թիմով առաջին նախագահի հանդեպ վերաբերյալ, բայց ամեն դեպքում ընդունելու է այդ, այսպես ասած, թեման կողքի տնելու այդ տարբերակը։ Կգրի ամեն օր, ինչպես մի քանի ամիս պոդքասթեր անում, պանդային օրագիր էր գրում, հադիկ առ հադիկ կամ մաշիկ առ մաշիկ էր անում, թե չի գրի արտենեական չէ, որովհետև թեման որակարգային չէ էլ Հայաստանում եւ այն քչաթիվ աղանդավորները, Եհովայի վկաները, խարիզմատները, որոնք փորձեն այս թեման նորից էպել, առանձնապես ռեսուրսների կամ հանրային աջակցության ռեսուրսներ կամ հանրային աջակցություն հետագա զարգացումների համար չեն ունենալու։ Եվ ինչպես վերջին 2 տարվա ընթացքում Փաշինյան Նիկոլի բոլոր ձեռնարկները այս ձեռնարկը եւս մեկ աստիճանով իրան իջեցնելու է հասարակության եւ մնացածի աչքին, որովհետեւ եկեղեցին պետությանը վերադարձնել չի լինելու, պետությունն է վերադառնալու եկեղեցուն, գնալու են ապաշխարության, կգնան այսօր թե վերջին շունչը բերաններում, բայց դա ավելի տրամաբանական է, քան այն, որ Փաշինյան Նիկոլը, ասենք իր թիմագիծներից մեկին, ռուսերեն ասած գրաժդանսկի կտանի եկեղեցական կարգի կամ չգիտեմ, այդ բողոքականությունը Հայաստանում չի լինելու, անհնար է, եկեղեցին տաբու է, անգամ բոլոր հայերի համար, կողքով անցնողների համար, այդ տաբուի այդ գծից անցնելու հետ կապված որոշ խիզախումներ փոքրոկիների կողմից ավելին չեն, քան ներսից դուրս պրծած ինչ-որ հերոսանալու մարմաժներ, ավելին չեն։ Այլ բան է, որ միջազգային խոշոր խաղացողները նաև ուզում են ձեռ տան հայ եկեղեցում, բայց այստեղ էլ հանդիպելու են հենց բոլոր հայերի միասնական դիմադրությանը։ Դա մենք տեսնելու ենք։